Դուք տեսել եք ինչ-որ գաղափարական մոտեցում ընտրողների հետ խոսելիս։ Չկա տենց բան։ Ամբողջ խոսակցությունը բիզնեսի մասին է։ Ապրելու, փող աշխատելու մասին է։ Գիտեք, դա նույնիսկ վիրավորական է մեր տեսակ ազգի համար, մենք գաղափարական ազգ ենք, մենք ամենագաղափարական ազգն ենք աշխարհում։ Ամենագաղափարականը չէ, բայց առաջի գաղափարական ազգն ենք աշխարհում, որովհետև մենք ընդունել ենք առաջի գաղափարախոսությունը, քրիստոնեությունը, եւ որպես գաղափար տարածել ենք ու մինչև այսօր պահում ենք դա։ Պետականորեն ընդունել ենք։ Այսինքն մենք մեր պետությունը, մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, մեր ազգը պետականամետ է ու գաղափարամետ է։ Պետք է գաղափարախոսություն լինի տակը։ Եթե չկա, հետո մնացած ամեն ինչ ավելորդ է։ Իսկ այսօր մենք ընդհանուր բիզնես տրամաբանությամբ ենք ուզում ընտրություններին գնանք, որը կարծում եմ մեր նման քաղաքական ուժերը պետք է դրա մասին խոսեն եւ չմասնակցեն եւ ժողովրդին ասեն, որ դա սխալ է, իսկ բոլոր այն ուժերը, որոնք ընդհանրապես ոչ մի շանս չունեն այս ամեն ինչի մեջ մտնելու, պետք է ձայները չփոշիացնեն ուղղակի։ Պետք է օրենքը փոխել, նորմալ օրենքով գնալ ընտրությունների։ Եթե օրենքը նորմալ չի, ոնց ուզեն այսօր այդ ձևով կներկայացնեն ընտրությունները։ Տեսեք, շատ հնարավոր է ընտրությունները ավարտվի, այս իշխանությունը չեղարկի ընտրության արդյունքները։ Սա էլ կարող են անել։ Եթե մեկը կարա դա անի, ինչ ընտրության մասին է խոսքը։